Ողջույն, աշխարհի ամենաճեմ եւ ամենաճաշակով հետևորդներ։ Հիմա մի հատ արագ տատիկին թեյ եմ պատրաստել եւ ժինգյալով հաց եմ հետս բերել։ Սա մի հատ տամ տատիկին։ Հիմա վահանին պատրաստում եմ տանել լողի պարապմունքների, բայց մինչ այդ վազելով գնացի նախ տատիկին որպես նախաճաշ ժինգյալով հաց բերեցի, որտեղ ինքը շատ սիրում էր ու հələ քանի տակ, հա։ Հիմա տատիկին արագ թեյ եմ տալիս։ Ու այս մի հատ արագ տամ տատիկին ու գամ, միասին բանն ենք բացելու նայելու։ Ապրես տաճ ջան, ապրես։ Հիշում եք այն սև բոթասները, որ թեմույց էի պատվիրել եւ որոնց արտաքինը ինձ այնքան էլ չէր գոհացրել, բայց պարզվում է ներքինն էլ էր վատ։ Երկու շաբաթ էլ չկա, որ ես դրանք հագել էի, ուղղակի պարապմունքից տուն գալուց ճանապարհին նկատում որ իր տակացուն վերևից լրիվ առանձնացել է։ Ես էլ երեխա չեմ, ցեղերի մեջ մտածում եմ, որ ֆուտբոլ խաղացած լինեմ դրանով բան, որ այդ ուղղակի քայլել եմ գնացել եւ եկել եմ, բայց այս բոթասները երկու շաբաթվա կյանք ունեցան։ Թեքեմ իրենց երեսը, բայց պատվիրել եմ նորը, քանի որ այս սեզոնին սև բոթասներ անհրաժեշտ է։ Դե ի՞նչ թանկագիններս բացում ենք իմ բոթասները։ Խնդրեմ։ Այս ուրիշ բան։ Ինչը ճիշտն է, մի փոքր մեծավոտքովս, բայց ոչինչ։ Ինքը կարծես թե բուլդոզեր լինի, ծանր քաշային, շատ թեթև է իրականում, շատ թեթև է, երևում է ծանր, բայց թեթև է։ Մնում է որակը, այս արտաքուստ ցանց է պատկերված, բայց դա իր դիզայնն է, ամբողջությամբ փակ է ի տարբերություն նրա։ Մի խոսքով շատ եմ սրտով, ես սենց գոնդոլ բոթասիկներ եմ սիրում հարգելիներս, որ մի քիչ բոյով լինեմ։ Ինչ եք ասում, լավն է։ Հուսամ, այս մեկը այնպես թքած եւ կպցրած չի լինի։ Այսքանը թանկագիններս դե ինչ վահանին վերցնում ենք վազանք լողի, իսկ դուք չհեռանաք էկրաններից, քանի որ թավես ընտանեկան վլոգ եմ սպաս։ Կարասես դամեսի չորացնեմ, կարտաս։ Դեկը։ Հաջո։ Հեսա կգանեմ տղին հաց կպատամ լեսի։ Մեկը ասում եմ, բայց երգ ասում։ Քարը։ Այն դեպքի հոտոբերը, հա։ Շնորհակալ եմ։ Անդոն հեռվում մեզ է սպասում։ Իմ ուզած բաներն է առել ու սպասում է մեզ։ Ոնց է հարգելի Անդրանիկ։ Մազից կտրեց։ Գլուխ շնորհավոր։
պատրաստելու եմ, այսինքն սա արդեն պատրաստված է, զինվը մատուցելու համար պատրաստ եմ, ծխեցված ձկներ, քանի որ կարտոֆիլը պետք է որպես սառը աղցան մատուցվի, ես այն խաշում եմ ժամանակ ունենա սառելու, սա հիմա այսպես խաչուփաչ եմ անում, որպեսզի խաշվելուց հետո հեշտ լինի կեղևազատել։ Անգամից երման ջուր եմ լցնում, որ արագ հասնի։ Այստեղ։ Ահա այսպես։ Ոչ այնքան մանր, կտրատում ենք։ Այսենց։ Կարտոֆիլի վրա լցնում եմ աղ, կարմիր պղպեղ, ծեծ պղպեղ, սոխ, շատ սոխ, ձեթ, տակնու վրա ենք անում, որպեսզի կարտոֆիլները չփխլվեն, ջարդվեն, այնքան որ խառնվի այս ամեն ինչը։ Քանում ենք լիմոն։ Ցանկության դեպքում կարող են ավելացնել։ Ահա, հարգելի հետևորդներ, այստեղ լիմոններս ուշաթափվեցին, ձուկը այսպես է մատուցվում, կարտոֆիլը այսպես է մատուցվում, երկուսն է սառը վիճակում բնականաբար, եւ հետը համահունչ ինչ-որ մի բան։ Ընտանյոք հանդերձ իջել ենք մեր առաջին հարկ, Անդրանիկի նախկին աշխատանքային օֆիս, որովհետեւ այստեղ նկարահանումներ պետք է իրականանա, ինձ մի հատ ֆոտո պետք է անենք Անդրանիկի գործերի համար։ Հետագայում կմանրամասնեմ, եթե հարկ լինի։ Մի խոսքով հիմա այդ տաղավարն ենք պատրաստում, դուք էլ այդ ամենին ներկա եք լինում։ Esa que está mi yo. Էն ինչ անում պապան Վահան, լույսն է կարգավորում, որ գցեն մայրիկիդ վրա։ Բա ուր տարար, որ էլ չկա։ Արի բարմեն, արի։ Դու արա։ Վայ, ապրի Վահանը, լուսային, լույսը դնելու է Վահանը։ Ներքևի հատվածը տան շորերով եմ, վերևը կոստյումով եմ, քիչ անց արդեն կնկատենք։ Տաղավարը պատրաստի, Անդոն պետքա սևի վրա լինի, էլի։ Վայ, վայ։ Արի, արա թող ընդդի գլխի։ Այժմ ֆոնն ենք կարգավորում հարգելի։ Այսպիսի մեծ սև կտոր է, որը պետք է անցկացնենք այս ձողով, որ լրիվ սև լինի։
Ես պահանում եմ վերև, որ դժվար չէ դուք։ Էդի ամեն անգամ է դες անվելու, պետք է պատրաստես, խոնավ անվելուց պահես, որ միշտ մաքրես։ Հարգելիներս, այսպիսի տաղավար է, կտորը միտումնավոր երկար է արված, որ եթե ոտքից գլուխ պետք լինի լուսանկար, տվյալ մարդը կանգնի այդ կտորի վրա։ Բայց մեր պարագայում ինձ մինչև գոտկատեղը հատվածնա չէ պետք լինելու։ Այո։ Հիմա լույս ամեն ինչ Անդրանիկը կմիացնի։ Ինչ անենք, կնկարես կերևա մազերս բռնած մնա թե չէ կյանքս։ Հա? Վահան ջան։ Հետ գնար այդ happy birthday to you։ Happy to you foot. Արա այսա կնգնի գնա հետ արա։ Գնա մի րոպե հետ արա։ Այսպիսի լուսավորություն ա լինելու, բայց ես չգիտեմ ինչու, երբ Անդրանիկը սկսում է ինձ ֆոտո անել, իմ օգտին չի լինում ոչ լուսավորությունը, ոչ աչքերիս գույնն ա փոխանցվում, որը ես շատ կուզենայի լուսանկարում լիներ, բայց դու կարաս մի քիչ մոտենաս ինձ կյանքս, մի փոքր կարաս մոտիկ գաս ինձ, մի քիչ վերևից նկարես, մի փոքր, որ ի օգուտ իմ դիմագծերի լինի։ Չէ, շատ է գլուխը այդ այնց։ Լավ, մի քիչ գլուխը ձախ ես թեքում, մի քիչ ուղղանա։ Չէ, աջ չէ ձախ։ Չէ, շատ թեքեցի։ Մի քիչ է թեքի։ Չէ, ահա։ Շատ լավ է դիրքը։ Հիմա մեզ մնում է մենակ մի փոքր բարձրացած, այդպես լավ է, վերև, շատ լավ է, մի փոքր է գլուխդ վերև։ Ահա, այդպես մի շատ չնչին ժպտում ես հիմա։ Դες պահում ես։ Բանը, մարվազի բռնել է։ Եթե հավանես ես նկարել, կանք սարքիկ։ Եվ այս կաշմարը հարգել հետևորդներ տեղի ունենում նրա համար, որ Անդրանիկը տեսախցիկը մոռացել է իր օֆիսում։ Ու մենք այս նկարարումը կատարում ենք իր հեռախոսով։ Սենց լավ է։ Պապան նաև այսպիսի սիրուն ներկիր ինքդ է գնել Վահանի համար, որը Վահանը հիմա կներկի, ճիշտ է։ Այսենց անենք, վերցնենք գազարագույնը, այսենց ենք անում, տղես նայ։ Դու գիտես չէ, էլի օգտվել ես։ Լավ թողնեմ թող երեխին։ Ահա, այ դեղինով այստեղ ներկի։ Դեղին։ Անդրանիկը չի նկատել երկու հատ իրար կպած նույնից բերել, ասենց կպած են իրար, չգիտեմ ինք խանութում մեկի տեղ ա վճարել թե երկուսի, ամեն դեպքում իրար կպած էր երկու հատ, բացեցի տեսա նույնից ա, ես էլ զգում եմ թերթում եմ կեսից դառնում ա նույն պատկերները ու արանքում չուսենց հաստ բան ա կպցրած, հետո հասկացա, որ դա այս կազմն ա կպել ա իրար։ Թափվեց իմ տղան։ Այս մասը Վահանն ա ներկել։ Փորձում եմ օգնել իրեն։ Իմ ներկածը ինչ եկավ տղես։ Իմ ներկածը ավելի սից մուք ա լինում Վահանը ուղակի։ Դե հիմա այս կակտուսը արա կանաչով։ Հա, արա, ոչինչ։ Թանկագիններս ուրեմն, կամաց մոտենում ենք օրվա ավարտին, բայց ուզում եմ ձեզ այստեղ մի հատ այս հրաշք տոլման ցույց տալ։ Սա քիչ առաջ փաթաթեցի, որ հիմա դնեմ սառնարան, բայց վաղը նոր կեփեմ, որովհետև վաղը պիտի գա մամաս։ Նա այստեղ Երևանում համել գործեր ունի, ես էլ որոշեցի օգտվեմ այդ արդից ու չմերժեմ այս անգամվա միջոցառման հրավերը։ Գյումրի ենք գալու հարգելի գյումրեցիներ։ Վաղը։ Հա։ Եվ մի խոսքով որոշեցի պատրաստեմ տոլմա։
Կաղամները տատիկի համար եմ դրել, ինքը սիրում ասենց էս մի կողմի վրա կաղամ լինի տենց ուտի, սա սմբուկ է, տակի հատվածում էլ մի քանի հատ սմբուկ կա, եւ ընդհանուր տոլման արդեն փաթաթված պատրաստ է, սա սառելա դրամայել էս տեսք ունի, հիմա սա կդնեմ սառնարան, էլ փաթաթելու ընթացքը չնկարեցի, որտեղ բազմիցս նկարել եմ, որ համ մամայիս համեղ հյուրասիրեմ, համ էլ վաղը այս մարդիկ ուտելու բան ունենան, մաման չզբաղ ուտելու պատրաստելու հարցով։ Դա քիչ անց կտեղափոխեմ արդեն սառնարան, իսկ ես հիմա սպասում եմ, շուտով նաև համով տորթիկ ա գալու, երբ որ ես գնացել էի Դիլիջան, հարսանիք Դիլիջանում այդ վերնագրով կա այդ վլոգը, այնտեղ այդ տորթիկը մեծ հսկայական տորթիկը, որը պատրաստել էր այդ աղջիկը եւ մենք այդ մի 6 թե 7 չեմ հիշում վլոգերներով այդ տորթիկի համար, իրենց ինստագրամյան էջի համար գովազդ էինք նկարել։ Ինքն էլ մեզ որպես նվեր, որպես հյուրասիրություն բոլորիս պետքա տորթիկներ ուղարկի ամեն մեկիս տանը։ Ես դա ասենց պահել էի, սպասում էի, որ անցած անգամ ելակների հյուրասիրությունը խնդրեցի, որ բերեն, այս անգամ էլ այս տորթիկը որոշեցի, որ այսօր բերեմ, որպեսզի վաղը կարողանամ հյուրասիրել մայրիկիս, քանի որ ինձ տորթիկը շատ համով է, եւ ես կուզեի, որ մամաս անպայման փորձեր, նաեւ էլի ինչպես միշտ մամայիս շնորհակալություն նրա, որ ինձ ամեն հարցում գալիս ու սենց, չգիտեմ, սարի պես թիկունքից կանգնած է մաման, այսպես ասեմ, որտեղ առանց մամա ես չգիտեմ ինչ էի անելու։ Մի խոսքով թանկագիններս հիմա հեսա շուտով տորթիկն էլ բերեն, տորթիկն էլ ձեզ ցույց կտամ, նորից վլոգը կավարտենք։ Մինչ տորթիկը գար, ես ընթացքում ես մի բան էլ պատրաստեցի, ուրեմն սաղցան է հարգելի հետևորդներ, թրենդեր, բոլոր Instagram-ում, TikTok-ում պատրաստում եմ, ես էլ եմ պատրաստել, իմ տեսանյութն էլ ռեկնգել, հավի միսա Եվ ինչ այդ պահին, որ ձեռքի տակ կա իմ պարագայում լոլիկ, կանաչ քաղցր պղպեղ, վարունգ, եգիպտացորենի պահածոյացված հատիկներ են եւ չիփս։ Չիփսը պարտադիր պայմանն է, այդ թրենդը հենց չիփսի համար էլ եղել է։ Սա Pringles-ը սովորական, ինքը մի փոքր խեցգետնի այդ վզիկի համը ունի եւ անում ենք մայոնեզ։ Ինքը այդքան էլ առողջարար աղցան չի, բայց շատ համեղ է։ Ուզեցի պատրաստեմ, որ մաման փորձի։ Հələ մի օր դուք էլ փորձեք, կտեսնեք, թե ինչքան հեշտ ու համեղ պատրաստվող է։ Եկավ։ Մենակ ստեղ չընկնեմ, մինչև հասնենք տուն, բացենք։ Ինձ անուշ հոտ է գալիս։ Ես ինձ արդեն բախտ վիճակվել է փորձել մի անգամ իրենց տորթիկը Իրմա ֆիրման ասա, Իրմա ֆիրմա։ Դրա համար շատ վստահ եմ, որ անսահման համարներ։ Այ, տեսքը շատ լավն է։ Շատ սիրուն է։ Հիմա որպեսզի մի օր ձեզ սպասացնել չտամ, հենց հիմա կկտրենք ու կտեսնենք, թե ներսը ոնց է։ Թարմ, անսահման թարմ բիսկվիթի բույր է տարածել ամբողջ տնով մեկ։ Անտիր։ Նույնքան օսված եմ, ես ինչ ամովանոր հասավ տեղետ համարական։ Նույնքան ընտիր, որքան որ եւ կերել էինք Դիլիջանում։ Շատ համեղ է։ Ես եթե ցանկանաք հարգել հետևորդներ մեկնաբանություններում գրեք, իրենց էջի հղում տրամադրեմ, որ հաստատ վստահեցնում եմ ձեզ 100%, որ ուտեք, չեք փոշմանելու, անսահման թարմ ու համեղ։ Այս էլ մեր Իրմայի տորթիկը, այս էլ մամայիս տորթիկը, սա եւս հավաքեմ դնեմ սառնարանում։ Հարգելիներս, կհանդիպենք հաջորդ վլոգում, հաջորդ վլոգի նկարահանումը սկսվելու է վաղը թանկագին գյումրեցիների մացեք, ես չգիտեմ թե որ ռեստորան եմ հրավիրված, բայց Գյումրիում եմ լինելու։ Ձեզ անսահման շնորհակալություն եմ հայտնում այս ծանոթը մինչև վերջ դիտելու համար, եղեք առողջ եւ երջանիկ, կհանդիպենք վաղը Գյումրիում։